Բարև ձեզ, շնորհակալություն մեր գործընկերներին այս հնարավորության համար։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել ազգային փոքրամասնություններին, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, եւ ես վստահ եմ, որ ձեզանից շատերը ձեր մեջ ապրող ազգային փոքրամասնությունների մասին շատ ավելի քիչ գիտեք, եւ ես հիմա ուզում եմ դիմեմ դահլիճին հարցնելով ովքեր ունեն տանը գրադարան, մեծ գրադարան, որը ժառանգել են իրենց ծնողներից, տատիկ, պապիկներից։ Կան այստեղ այդպիսի մարդիկ։ Պատկերացրեք, որ դուք ունեք այդ գրադարանը եւ դուք արդեն չափահաս եք, կարողանում եք կարդալ եւ բացում եք գրքերը ու չեք կարողանում կարդալ։ Դրանք գրված են այն լեզուներով, որով դուք չեք կարողանում կարդալ։ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունները իրենց մշակույթին տիրապետում են հենց այդպես։ Իրենք լավ չեն տիրապետում իրենց մշակույթին, լավ չեն հասկանում, իրենց մշակույթի բովանդակությունը լավ չեն ընկալում։ Եվ սա խնդիր է, որ ժամանակի ընթացքում ձևավորվել է, եւ երբ այս մասին պարբերաբար ես որպես երիտասարդ հասարակական ոլորտում ունեի ակտիվություն, սրա մասին բարձրաձայնում էի եւ բարձրաձայնում էի, որ այն գործիքակազմերը, որ գոյություն ունեն, դրանք բավարար չեն, որ ազգային փոքրամասնությունները կարողանան իրենց մշակույթը պահպանել։ Բայց հետո մենք անդրադառնանք, թե հիմա ինչեր ենք անում, որ կարողանանք այդ մշակույթը պահպանել, եւ Հայաստանում պետք է ասեմ, որ ապրում են 11 ազգային փոքրամասնություն։ Թվում է, թե 11 ազգային փոքրամասնությունը ենթադրում է, որ Հայաստանը բազմազգ երկիր է։ Իրականում Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Սա ցավով պետք է նշեմ, որովհետև մոնոէթնիկությունը ոչ մի լավ բան չի տալիս, իսկ բազմազգությունը, բազմազգ եւ բազմամշակութային միջավայրը, հասարակությունը մեզ շատ ավելի ներառական է դարձնում եւ մեր հասարակությունը եւ նոր գաղափարներ է առաջ բերում եւ հասարակությունը շատ ավելի դինամիկ է զարգանում։ Այս առումով ես կարծում եմ այն բազմազանությունը, որը սահմանափակվել է, դրա համար ստեղծված նախադրյալները առնվազն պետք է վերացնել եւ հնարավորություն ստեղծել, որ այդ բազմազանությունը շատ ավելի լայն հնարավորություններ ունենա ապրելու։ Ես նաև հաճախ ասում եմ, որ Հայաստանը վարդերի այգի է եւ պատկերացրեք այդ վարդերի այգին ամբողջությամբ սպիտակ վարդերով է։ Եվ այդ սպիտակ վարդերի այգում դուք նկատում եք մի քանի գույնի վարդեր։ Շատ ավելի սիրուն է դառնում, երբ բազմաթիվ գույներ կան այդ այգում, բայց երբ միագույն է, միապաղաղ է։ Եվ սա բերում է նրան, որ երբ ազգային փոքրամասնությունները չեն գիտակցում ինչ հարուստ մշակույթի կրող են եւ սկսում են ժամանակի ընթացքում ձուլվել։ Օրինակ եզդիական 3 մեծ տոհմեր գաղթի ժամանակ, երբ որ եկել են դեպի Արևելյան Հայաստան, Մարտուտն ու տարածաշրջանում ձուլվել են եւ այլևս մնացել է իրենցից միայն ազգանունը եւ իրենք այլևս եզդիներ չեն։ 11 ազգային փոքրամասնություններից ամենամեծը հայերից հետո երկրորդ մեծ ազգությունը, որ Հայաստանում ապրում է, դրանք եզդիներն են։ Եվ եթե ծանոթանում եք եզդիական մշակույթին, հասկանում եք բավականին գեղեցիկ եւ հետաքրքիր մշակույթ ունի։ Եվ պատկերացրեք, երբ մենք չենք ճանաչում մեր մեջ ապրող ազգային փոքրամասնություններին, ստացվում է, որ մենք շատ հաճախ իրենց մասին թյուր կարծիք ենք ունենում։ Եզդիական համայնքը, քանի որ էթնոկրոնական համայնք է, եզդիները, երբ որ աղոթում են, սկզբից ցանկանում են աշխարհի բոլոր ազգերին, այնուհետև վերջում նոր իրենց։ Սա խոսում է այն մասին, որ շատ հանդուրժող ժողովուրդ են եւ շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ ժողովուրդ են։ Բայց երբ մենք չենք ճանաչում, տպավորությունը շատ ավելի այլ է լինում եւ մենք մեր մեջ ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ շատ ավելի խտրական մոտեցում ենք ունենում։ Եվ սա խնդիր է դառնում։ Բայց առաջին հերթին հենց պետք է ազգային փոքրամասնություններին, որ իրենք կարողանան տիրապետել իրենց մշակույթին։ Բայց երբ որ իրենք այդ կրթությունը չեն ստանում, մենք այստեղ լուրջ խնդրի ենք բախվում։ Եվ հատկապես եզդիական համայնքի համար կրթությունը, բուհերը, դպրոցները իրենց տունն են դարձել։ Եվ երբ մենք
զրկենք իրենց տնից, իրենք կզրկվեն իրենց մշակույթից, իրենք կզրկվեն իրենց ինքնությունից։ Եվ երբ մենք հնարավորություն չտանք իրենց լեզուն պահպանել, լեզուն ինքնության պահպանման հիմնասյուներից է։ Լեզվամտածողության միջոցով է ձևավորվում ամբողջ մշակութային ինքնության պահպանման ճարտարապետությունը։ Եվ եթե մենք տալիս ենք այդ հնարավորությունը, ապա իրենք սկսում են շնչել։ Լեզվի դասավանդումը թերագնահատված բանալի է, որը մենք չենք օգտագործում եւ որը կարող է օգտագործվել շատ խնդիրների լուծման ժամանակ։ Ես ուզում եմ մի պատմություն պատմել, իմ պապիկին, պապիկիս անունը Իսկո էր, երբ ձեզան շատերը իրար հետ խոսում են ու խոսում են իմ մասին, ասում են Ռուստամը, կամ Ռուստամի մասին խոսում են, ասում են որ Ռուստամը, եթե հայերը խոսում են, շատ հաճախ իմանալու որ Ռուստամի հետ են խոսում, շատ հաճախ ասում են օրինակ Եզդի Ռուստամ, այսպես շատ արագ են հասկանում։ Բայց երբ որ եզդիական համայնքում, օրինակ Իսկոին անվանում են Եզդի Իսկո, սա խոսում է այն մասին, որ նա ապրում էր դասական եզդիական բարքերով։ Բայց մի անգամ, երբ հեռուստաընկերություններից մեկը եկել էր լուսաբանելու եզդիական որևէ մշակութային, կրոնական կամ ազգային տոն, երբ տատիկից հարց էին տալիս, Ալմաս տատիկին հարցեր էին տալիս տոնի բովանդակության մասին, նա բացարձակ բովանդակության մասին տեղյակ չէր, բայց նա իդեալական պահպանում էր։ Այն ինչ ժառանգություն էր ստացել, նա իդեալական պահպանում էր։ Երբ ես հարցեր էի տալիս, ես էլ շատ հաճախ հարցեր էի տալիս, ես չէի ստանում։ Այդ բովանդակությունից պատասխաններ չկային։ Մեզ պետք չի մշակույթ, որը ժառանգություն ենք ստանում եւ չենք տիրապետում։ Դե պատկերացրեք, երբ մենք չգիտենք մեր օրինակ այդ ավանդույթը ինչի մասին է, մենք մեր լեզվին չենք տիրապետում, դրանք նույն փակված գրքերն են, որը բացում ենք, բացարձակ չենք հասկանում ինչի մասին է խոսքը։ Եվ անհրաժեշտ է, որ մենք կարողանանք հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ կրթություն ստանան, եւ այս առումով կարող եմ ասել, երբ սկզբից ասեցի, հիմա հնարավորություններ ստեղծում ենք եւ ազգային փոքրամասնությունների օրենքի նախագիծը, որը իմ գործընկերներից Արդարադատության նախարարության Տիկին Գալյանի եւ Արդարադատության մեր մյուս գործընկերների հետ բավականին ինտենսիվ աշխատել ենք եւ Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ մենք ունենալու ենք ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծ, որով մենք հնարավորություն ենք տալու ազգային փոքրամասնություններին ստանան կրթություն, հնարավորություն ունենան մոտիկ գտնվելու իրենց մշակույթին եւ սրա համար նաեւ այլ նախադրյալներ են պետք։ Օրինակ Հայաստանում ամուսնության տարիքային շեմը 16 տարեկանն էր եւ մենք երբ երիտասարդ ենք պայքարում ենք այս օրենքի նախագծի դեմ, որ 16 տարեկան չլինի ամուսնության տարիքային շեմը, ես նկատում եմ, որ այստեղ նաեւ բազմաթիվ աղջիկներ կան եւ այս օրենքի նախագիծը հատկապես աղջիկ երեխաներին է վերաբերում եւ մենք չկարողացանք հասնել նրան, որ ամուսնության տարիքային շեմը չիջացնեն, դարձնեն 16 տարեկան։ Բայց հետո երբ մեր պայքարից հետո եւ հայտնվեցի ազգային ժողովում, որպես համայնքի նաեւ ներկայացուցիչ, իմ գլխավոր նպատակներից մեկը հենց սա էր, որ պետք է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել եւ հնարավորություն տալ մեր աղջիկներին, որպեսզի իրենք կրթություն ստանան։ Եվ հիմա Հայաստանում այլևս ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է։ Եվ այս արատավոր երևույթը նաև եզդիական համայնքում գոյություն ուներ։ Երբ որևէ մեկը գտնվում էր այս արատավոր երևույթի մեջ, իր աղջկան ամուսնացնում էր 16 տարեկանում, երբ մենք քննադատում ենք կամ մեր մյուս ընկերները քննադատում էին, ասում են, որ սա ազգային ավանդույթ է, բայց սա ազգային ավանդույթ չէ, սա արատավոր ձևավորված ավանդույթ է տարածաշրջանում, որը տարածված է եղել շատ ժողովուրդների մոտ։ Բայց քանի որ ժամանակի ընթացքում որոշ ժողովուրդներ ձեռք են բերել պետություն կամ պայքարի արդյունքում պետականության տեր են դառել, եզդիները դա չեն ունեցել եւ որպես էթնոկրոնական համայնք Հայաստանում ապրելով մինչեւ հիմա մենք այդ խնդրին բախվում ենք,
բայց նաև մենք մեր գործընկերների հետ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք այս խնդիրները վերացնել։ Եվ սրանք բերում են նրան, որ վաղ հասակում ամուսնացած աղջիկները հնարավորություն չեն ունենում կրթություն ստանալ եւ չեն կարողանում պարզապես հասկանալ ինչ մշակույթի կրող են։ Եվ երբ մենք մշակույթի մասին խոսում ենք, մենք հաճախ ասում ենք, հենց ասում ենք, դե եկեք օրինակ ծանոթանանք եզդիական մշակույթին, անմիջապես ասում ենք, դե եկեք մի հատ միջոցառում կազմակերպենք, մի հատ ցուցահանդես կազմակերպենք եւ ներկայացնենք օրինակ այստեղ ազգային փոքրամասնություն է։ Բայց երբ որ մենք չգիտենք այդ ինչ մշակույթը, երբ իրենք չեն տիրապետում, երբ դա չեն զարգացնում, երբ դրա հիմքերը չկան մշակութային օջախներ, չկան մշակութային կենտրոններ, ինչը պետք է բերենք։ Ես մի ցավալի բաներ պետք է ասեմ, որ ցանկացած պահի ազգային փոքրամասնություններին վերաբերող միջոցառումներին ծանոթացեք օրինակ եզդիական տաղավարին, դուք բոլոր դեպքերում հանդիպելու եք նույն գրքին, նույն տարազին եւ ոչ մի որևէ այլ բանի, եւ որը ամբողջությամբ չի էլ ներկայացնում եզդիական մշակույթը։ Երբ որ որևէ փառատոնի, որտեղ երգի բարի փառատոն է, դուք կտեսնեք որևէ մի երգիչ եւ դուք չեք տեսնի որևէ պար։ Առավելագույն դեպքում դուք կտեսնեք հայկական օրինակ պարային խումբ, որը պարում է եզդիական երգի տակ։ Եվ սրանք այն դրսևորումներն են, որոնք թույլ են տալի հասկանալու, որ մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի եզդիները կրթություն ստանան, որպեսզի Հայաստանում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունները կրթություն ստանան։ Եվ ազգային փոքրամասնությունների օրենքի նախագիծը այդ հնարավորությունը տալիս է։ Եվ երբ մենք կրթություն ենք տալիս, երբ մենք թույլ ենք տալիս մտնեն այն տուն բուհեր եւ դպրոցներ, որտեղ իրենց ինքնության պահպանման բանալին է, այստեղ մենք այն փակված գրքերը կամ այն գրադարանը, որը մեր համար անհասանելի է, որը այլ լեզվով է գրված, այլևս դառնում է մեր լեզվով գրած գրքեր եւ դա դառնում է մեր գրականությունը։ Երբ մենք այդ ժառանգություն ենք ստանում այդ մշակույթը եւ փոխանցում ենք հաջորդ սերունդներին, մենք այդ մշակույթը մեր օրգանիզմով անցկացնում ենք։ Մենք դառնում ենք այդ մշակույթի մի մաս։ Եվ երբ մենք դառնում ենք այդ մշակույթի մի մասը, մենք այդ գրադարանը հարստացնում ենք։ Երբ մենք կրթություն ենք ստանում, մենք կարողանում ենք այդ մեր բաժին գիրքը ավելացնել եւ այդ գրադարանում դնել։ Երբ մենք դնում ենք, ավելացնում ենք մեր բաժին գիրքը այդ գրադարանում եւ փոխանցում ենք սերունդներին, ստացվում է, որ մենք ավելի ենք հարստացնում։ Հակառակ դեպքում մենք այն ժամանակը, որը մենք ապրել ենք, մենք դրանով աղքատացնում ենք եւ սերունդներին աղքատ մշակույթ ենք փոխանցում։ Եվ վստահ եմ, որ մենք ապագայում, մոտ ապագայում, տեսանելի ապագայում ունենալու ենք Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար հարուստ գրադարան, որտեղ իրենք կարող են օգտվել իրենց հարուստ մշակույթից։ Շնորհակալություն։